Սիրելի ընկերներ, ողջույն, առաջարկում եմ պատրաստել անսահման համեղ թխվածքաբլիթներ կիտրոնի տեսքով ու համով։ Այստեղ առաջարկելու եմ 2 բաղադրատոմս, շատ նուրբ ու համեղ կիտրոնի կրեմ և իհարկե թխվածքաբլիթներ կիտրոնի համով։ Եվ այսպես առաջինը մեզ պետք է կիտրոն, պատրաստում ենք կրեմը։ 1 կիտրոնը լավ լվանում ենք, չորացնում, ապա մանր անցքեր ունեցող քերիչով քերում ենք կիտրոնի կեղևը, միայն դեղին հատվածը։ Բաժանում ենք 2 մասի, կիտրոնը կրկին բաժանում ենք 2 մասի, սա արվում է նրա համար, որ կիտրոնի մի մասը իր կեղևով օգտագործվելու է կրեմի համար, մի մասը կեղևով օգտագործվելու է խմորի համար։ Այժմ շարունակենք պատրաստել կրեմը։ Հաստատակ ունեցող կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, օսլան, ձվի դեղնուցները։ Մի փոքր կաթ ենք ավելացնում, լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան և ավելացնում կաթի մնացած մասը։ Խառնում ենք տեղափոխում մարմանդ կրակին, անընդհատ խառնելով եփում ենք, մինչև կրեմը սկսի եռալ, որից հետո վերցնում ենք կրակից։ Ստացվում է ահա այսպիսի մասը։ Ստացված տաք մասսայի մեջ ավելացնում ենք կարագը։ Իդեպ բոլոր բաղադրիչների քանակները կթողնեմ նկարագրության բաժնում։ Լավ խառնում ենք, մինչև կարագը լրիվ հալվի և մասան դառնա համասեռ, որից հետո տեղափոխում ենք այլ տարայի մեջ, որպեսզի կրեմը շուտ զարչի, ավելացնում ենք կես կիտրոնի կեղևը և կիտրոնի հյութը։ Լավ խառնում, ստանում համասեռ զանգված, ծածկում ենք սննդային թաղանթով, որպեսզի կեղև չառաջանա և առայժմ դնում ենք մի կողմ։ Սառելուց հետո կարող ենք տեղափոխել սառնարան, որպեսզի լավ զարչի կրեմը։ Պատրաստում ենք թխվածքաբլիթի խմորը։ Խորը տարայի մեջ լցնում ենք կարագ, ավելացնում շաքարի փոշի։ Այս ամենը լավ խառնում ենք։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Այնուհետև այստեղ ավելացնում ենք 1 ձու, 1 ձվի դեղնուց, սպիտակուցը մեզ այս բաղադրատոմսում պետք չի գալու, և կրկին խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլին, փխրեցուցիչ, կաթ, կես կիտրոնի հյութը, կես կիտրոնի կեղևը և կրկին խառնում։ Ընթացքում սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Ալյուրի քանակը խիստ կախված է ձեր օգտագործած մթերքներից, այնպես որ ավելացրեք քիչ-քիչ։ Լավ խառնում ենք, ստանում ենք ձեռքերին կպչող փափուկ խմոր։ Երբ արդեն գդալով կամ պատառաքաղով խառնելը հարմար չի լինում, շարունակում ենք հունցել ձեռքերով։ Պետք է ստանանք համասեռ խմոր։ Արդյունքում ստացվում է ահա այսպիսի խմոր։ Կպչուն, նուրբ, շատ հաճելի խմոր է ստացվում։ Հիմա, որպեսզի ստանանք քիչ թե շատ հավասար թխվածքաբլիթներ, վերցնում ենք գդալ և գդալով որպես չափաբաժին վերցնում ենք խմորից զանգված ձեռքի ափերի մեջ։ Ձևավորում ենք գնդիկ, այնուհետև ստացված գնդիկից ձևավորում ենք կիտրոնի տեսք ունեցող թխվածքաբլիթները, անպայման տափակացնում ենք, քանի որ թխվելու ընթացքում թխվածքաբլիթները ուռչելու են, և որպեսզի շատ մեծ թխվածքաբլիթներ չստանանք, անպայման տափակացնում ենք, դասավորում ենք սկուտեղի վրա, ծածկում ենք սննդային թաղանթով և տեղափոխում սառցե խցիկ, մոտ կես ժամ։ Սառցե խցիկից հանելուց հետո, եթե կան անհարթություններ, անպայման հարթեցնում ենք և դասավորում ջեռոցի տապակի վրա։ Տեղափոխում ենք 180-ast չանտաքացված ջեռոց։ Թխում ենք մոտավորապես 10 րոպե, իհարկե ամեն ինչ կախված է ձեր ջեռոցից և թխվածքաբլիթների չափից։ Թխվածքաբլիթների մակերեսը գրեթե գույնը չի փոխում։ Թողնում ենք մի փոքր սառչեն, այնուհետև յուրաքանչյուր թխվածքաբլիթի հատակի շրջանում անցք ենք բացում, փոսություն, որպեսզի այստեղ լցոնենք կրեմը։ Այս ընթացքում կրեմը լավ սառում է։ Տեսեք ինչքան գեղեցիկ, փայլուն կրեմ ենք ստանում։ Հիմա թխվածքաբլիթի երկու կեսերը միացնում ենք իրար կրեմով
ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Պրոցեսը բավականին հաճելի և արագ։ Բոլոր թխված քաբլիթները ձևավորելուց հետո պատրաստում ենք օշարակ։ Խորը տարայի մեջ քամում ենք կիտրոն, ես վերցրել եմ 1 կիտրոն, այստեղ մի փոքր ջուր ենք ավելացնում և շաքարի փոշի, լավ խառնում ենք, այնուհետև մասայից մի փոքր առանձնացնում ենք, քիչ զանգվածի մեջ ավելացնում ենք կանաչ սննդային գունանյութ, մյուսի մեջ դեղին սննդային գունանյութ, խառնում ենք, այնուհետև յուրաքանչյուր թխված քաբլիթ նախ ընկղմում ենք դեղին օշարակի մեջ, ապա թաթախում շաքարավազի մեջ, որից հետո, որպեսզի ավելի գեղեցիկ տեսք ապահովենք, կիտրոնների մի մասը ընկղմում ենք կանաչ գունանյութով օշարակի մեջ։ Ահա այսպես ձևավորում ենք բոլորը։ Ըստ ցանկության զարդարում ենք տերևներով։ Թողնում ենք թխված քաբլիթները անպայման մի քանի ժամ հանգստանան սառնարանում և կարող ենք վայելել։ Սիրելիներս, անչափ համեղ է ստացվում, շատ նուրբ կիտրոնի համով, բերանում հալչող թխված քաբլիթներ են, համն ուղղակի աննկարագրելի է, ուղղակի պետք է փորձեք։ Իսկ ներսում արդեն հաջորդ օրը առավոտյան ունեն այս տեսք թխված քաբլիթները, շատ համեղ են, ախորժելի և ինչպես նկատում եք շատ գեղեցիկ։ Այնպես որ կիսվեք ընկերների հետ, բաժանորդագրվեք ալիքին, գրեք ձեր մեկնաբանությունը և իհարկե սեղմեք լայք։